Ես հայհոյում եմ այն ժողովրդին, ովքեր հայտնեց, որ հոկտեմբերի 27-ը սուրբ ակտ է, որը եղել է Հայաստանի Հանրապետությունում։ Վերջին տողը Նիկոլ Փաշինյանի գրած էր, բացառելով վարչական ռեսուրսը։ Հնարավոր է մեր 50 և պլյուս քվե ունենալու։ Ներքաղաքական քոչարյանական ականջներով Ողջույն Արմջուրի հարգելի հետևորդներ, այսօր մեր տաղավարում հյուրընկալել ենք Երևանի Ավագանու Հանրապետություն խմբակցության ղեկավար Անի Խաչատրյանին։ Տիկին Խաչատրյան, ողջունում ենք ձեզ մեր տաղավարում։ Տիկին Խաչատրյան, Հանրապետություն կուսակցությունը ակտիվ պատրաստական աշխատանքների մեջ է, քարոզարշավին արդեն մեկնարկել էր երեք, ինչ ակնկալիքներ ունեք նոյեմբերի 16-ին Էջմիածնի համայնքում կայանալիք ընտրություններից։ Ես կարծում եմ այն քաղաքական ուժերը, որոնք կայացած քաղաքական ուժեր են եւ մտնում են ընտրապայքարի մեջ, ակնկալիքը մեկն է հաղթել ընտրություններում ունենալ 50 եւ ավել տոկոս քվե։ Այս երկու օրվա քարոզչության արդյունքում մենք հասկացանք, որ մինչև դա էլ գիտենք, բայց հիմա ավելի համոզվեցինք, որ հնարավոր է մեր 50 եւ պլյուս քվե ունենալու։ Հավատում եք հաղթանակին։ Այո, ես հավատում եմ։ Այդ դեպքում ում եք ձեզ հակառակորդ ընդունում որպես։ Գիտեք, հակառակորդ, այստեղ Էջմիածնում շատ հստակ է դրված գիծը եւ վաղաշաբաթի ընտրությունները լինելու են քաղաքական ընտրություններ եւ ոչ համայնքային ընտրություններ։ Դրա համար երևի թե մենք ընտրել ենք ավելի շատ քաղաքական քարոզարշավը, որովհետեւ այստեղ հենց դրած է սևի ու սպիտակի բաժանումը, որովհետև այն բոլոր ուժերը, որոնք առաջադրված են գրեթե բոլոր ուժերը, իրենք մի կենտրոնից կառավարվող ուժեր են, այսինքն Ռուսաստանից կառավարվող ուժեր են եւ իրենք ուզում են կրկնել Գյումրիի սցենարը, որը մենք ի սկզբանե ասել ենք, որ Հայաստանի Հանրապետությունում եւս երկրորդ Գյումրի սցենար չի լինելու, դրան խոչընդոտելու ենք հենց մենք եւ այստեղ իրենք ամեն ինչ անում են առհասարակ քաղաքական դաշտում, որ լինի կոնսենսուս -1, բայց մենք խոստացել ենք Հայաստանի Հանրապետության քաղաքացուն, որ մենք թույլ չենք տալու կոնսենսուս -1-ը լինի եւ մենք հավատարիմ ենք մեր խոստմանը։ Տիկին Խաչատրյան, ասացիք Գյումրի 2 թույլ չենք տալու, այդ թեզը նախընտրական փուլում Էջմիածնի դեռ երբ կուսակցությունները հայտ չէին ներկայացրել, այդ խոսույթը պտտվում էր եւ համացանցում եւ կուսակցությունների շրջանակում։ Ձեզ կխնդրեմ ասել կոնկրետ ինչ նկատի ունեք Գյումրի 2 ասելով, արդյոք դա քաղաքական դեմքերն են, քաղաքական կոալիցիաներն են, որն է, դա ինչ է նշանակում։ Տեսեք, Գյումրին հենց վառ օրինակն է, որը շատ լավ եղավ, որ տենց եղավ եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացին տեսավ պատկերը եւ ես վստահ եմ, որ այլևս չի գնա այն ընտրությանը, ինչ արել էր։ Գյումրին ցանցային առաջադրում եղավ պրոռուսական բոլոր ուժերի կողմից եւ իրենք պլյուս Մերձ Քոչարյանական, պրոռուսական ասելով իհարկե կարելի է իրանց sense հավաքական անուն ասել Քոչարյանական, որովհետև այնուամենայնիվ այս պայծրությամբ առնվազն պայքար է գնում Ռուսաստանի լիդերը լինելու համար, դեռ Քոչարյանն է խաղում այդ լիդերի առաջին տեղի հարթակում եւ պրոռուսական Մերձ Քոչարյանը պրոռուսական ուժերը ցանցային պայքար սկսեցին ու առաջադրում սկսեցին խաբելով ժողովրդին, որ իրենք անձնական թշնամանքներ ունեն մեկը մյուսի հետ, ժողովուրդը հավատաց դրան, ժողովուրդը հավատաց նաև Հայիթ Հասիբին, որ մարդիկ ունեն անձնական թշնամանքներ, ու չէին գնա այդ կոալիցիաների եւ ձայն տվեց իր նախընտրելի տեխնացիաներին, այդ թվում, այո, եւ ձայն տվեց այդ եւ տեսավ պատկերն ինչ է, արդեն վաղաշաբաթ շատ դժվար է լինելու խաբել եւ ասել, որ մենք առաջադրվում ենք եւ ակնհայտ է ու գիտեք իրենց հենց քաղաքական հայր Ռոբերտ Քոչարյանը նույնպես չխաբեց դրա մասին։ Ինքը իր ասուլիսում ասեց, որ պետք է առաջադրվել Գյումրիի նման, բոլորը ձայներ հավաքեն, խաբեն ժողովրդին, ինքը բացահայտ ասեց, որ ժողովրդին խաբելու ենք, տարբեր ուժերով առաջադրվելու ենք եւ դառնալու է եւ մեր ուզած տեխնացուին կնքելու ենք համայնքապետ, հետագայում նաեւ վարչապետի սցենարով։ Հետևաբար վաղաշաբաթում ավելի հեշտ է լինելու, որտեղ Գյումրին վառ օրինակ էր, հենց դրա համար էլ ասում ենք,
որ չենք թույլ տալու Գյումրի 2 լինի, Վարդան Ղուկասյանն էլ այն հավաքական այն ճիշտ կերպարն էր Գյումրիի, որը պետք է ներկայացվի ժողովրդին, ով բացահայտ, ով անկեղծ էր։ Իրականում ինքը շատ անկեղծ չէր կարողանում իր մտածածը թաքցնել, ինքը անկեղծ ասում էր ինչ մտածում է, որ ինքը Հայաստանի Հանրապետության անկախությունը չի ընդունում եւ Հայաստանի Հանրապետությունը տեսնում է Ռուսաստանի կազմի մեջ մի հատ գյուղի կարգավիճակ օնյոթենական պետության եւ սա է սցենարը բոլոր այդ պրոռուսական մերձքոչարյանական ուժերի։ Վաղաշապատում իրենք շատ են։ Վաղաշապատում առաջադրված է 8 տեխնացու, 8-ից առնվազն 6-ը պրոռուսական ուժեր են։ Իսկ մյուսին ձեզ որպես ինչ եք ընդունում, որտեղ մյուսը կարծում եմ քաղաքացիական պայմանագիր։ Մյուսը իշխանությունն է, ով ակնհայտ է, ինչի եմ ասում 6-ը ակնհայտ, մյուսը իշխանությունն է, կենտրոնական իշխանությունն է, ով ակնհայտ է։ Եվ մենք միակ այլընտրանքային ուժն ենք այս պահին Վաղաշապատում, թե իշխանության եւ թե ընդդիմության, ռուսական ընդդիմության համար։ Եթե այնպես ստացվի, որ իշխանությանը քաղաքացիական պայմանագրին անհրաժեշտ լինի օրինակ կրկնել Երևանի ավականու ընտրությունների սխեման, սկզբունքը եւ պահանջվի կոալիցիա կազմել։ Դուք կգնաք այդ քայլին։ Չասեմ միայն քաղաքացիական պայմանագրի մասով, այլ առհասարակ ես համարում եմ, որ Հայաստանի Հանրապետությունում, եթե լինեն բոլոր իշխանությունները կոալիցիոն իշխանություններ, դա կլինի Հայաստանի Հանրապետության լավագույն շրջանը կառավարման, որովհետեւ կոալիցիոն իշխանությունը դա տարբեր քաղաքական ուժերից ձևավորված իշխանություն է, որը մեկը մյուսին զսպում է եւ հետեւաբար գալիս է այդ զսպելով գալիս է հասնում է քաղաքացու համար Հայաստանի Հանրապետության լավագույն լուծմանը։ Այո, ես կողմնակից եմ առհասարակ կոալիցիոն իշխանությունների եւ այս պարագայում ես կարող եմ բացառել այսօր, վաղը եւ երբևէ Հանրապետություն կուսակցության կոալիցիոն համագործակցությունը մերձ դաշնակա-քոչարյանական տեխնացուների առհասարակ ուժերի հետ, պրոռուսական դաշնակա-քոչարյանական, շեշտում եմ ուժերի հետ, մնացած քաղաքական բոլոր ուժերի հետ մենք բաց ենք կոալիցիոն քննարկումների։ Դրա վառ օրինակն է օրինակ Մեղրին, ոչ միայն Երևանը, տեսեք Մեղրիում մենք կոալիցիոն համագործակցություն նախընտրական փուլից հետո սկսեցինք Սամվել Բաբայանի քաղաքական ուժի հետ։ Այսինքն մենք պատրաստ ենք ցանկացած քաղաքական ուժի Մեղրին չեն հիշում ոչ մեկ ֆիքսված հենց անընդհատ Երևանն են տանում, որտեղ կենտրոնական իշխանության հետ է։ Ես նորից եմ ասում, Հանրապետություն կուսակցությունը բաց է ցանկացած ոչ պրոռուսական ու մերձքոչարյանը դաշնակցական ուժերից ցանկացածի հետ ապագայում, եթե անհրաժեշտություն լինի ունենալ կոալիցիա, բայց ես գրեթե վստահ եմ, որ կոալիցիոն անհրաժեշտություն չի լինելու առնվազն վաղաշապատում մեր մասով եւ մենք ունենալու ենք մեծամասնություն։ Տիկին Խաչատրյան, քանի որ դուք կիսեցիք կուսակցությունները 6-ին առանձնացրեցիք, ձեզ ասացիք, որպես միակ այլընտրանք ներկայացրեցիք, մնան դուք եւ քաղաքացիական պայմանագիրը, եթե դնենք նույն նժարի վրա։ Էջմիածնում խոսում են, որ Նիկոլ Փաշինյանի սրտի տեխնացուն հենց Հանրապետություն կուսակցության տեխնացու Հարություն Մկրտչյանն է։ Իսկ քաղաքացիական պայմանագրին նշենք, որ Արգիշտի Մեխակյանն է, ով Արմավիրի նախկին մարզպետն էր։ Ճիշտ եք համարում այս խոսույթը եւ ձեր կարծիքով արդյոք իսկապես սրտի տեխնացուն է, թե չէ։ Դա անում են այն մարդիկ, ովքեր ուզում են հենց այն ընտրողներին, որոնք տատանվում են առնվազն երկու ուժի մեջ, չթողեն ճիշտ կողմնորոշվեն իրենց կամքով, դա անում են այն մարդիկ, ովքեր ուզում են կուսակցություններին կռվածնել, այսպես ասած, իրար հետ, դա անում են այն մարդիկ, այն քաղաքական ուժերը, այն լրատվականները, որոնք ուզում են, փորձում են մեզ որևիցե վախ են զգում մեզնից եւ ուզում են խանգարել մեզ ընտրություններին։ Հարություն Մկրտչյանը Հանրապետություն կուսակցության սրտի տեխնացուն է, ում ցուցակով առաջադրվել է։ Արգիշտի Մեխակյանը քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ է, քաղաքացիական պայմանագիր կուսակցության քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարն է, ումից եթե Նիկոլ Փաշինյանը կամ իրենց թիմը կարծում եմ դժգոհ լինեին, չէին առաջադրի իրենց տեխնացու, իրենց սրտի տեխնացուն էլ իրենց տեխնացուն է, ինչպես բոլորին իրենց Հարություն Մկրտչյանը Հանրապետություն կուսակցության տեխնացուն է եւ ոչ մի կապ չունի այլ կուսակցությունների հետ, այս դեպքում կենտրոնական իշխանության քաղաքացիական պայմանագրի հետ։
Ինչ հույսեր ունեք Հարություն Մկրտչյանի հետ։ Հարություն Մկրտչյանը եկավ մեր տաղավար եւ խուսափեց որևէ հետընտրական իրավիճակի մասին խոսելու։ Գիտեք, հետընտրական իրավիճակներից վաղ է խոսել, հետընտրական իրավիճակներից ընտրություններից հետո է հնարավոր խոսել։ Իսկ մինչ այդ հույսեր փափագել մենք վստահ առաջադրվել ենք եւ գնում ենք դեպի հաղթանակ։ Եթե մենք չունենայինք վստահություն եւ հույսեր Հարություն Մկրտչյանի տեխնոլոգիան հետ, մենք չենք առաջադրվի։ Տիկին Խաչատրյան, այս փուլն ամփոփելով հասկանանք։ Դուք մյուս 6 կուսակցություններին, որոնց անվանեցիք Ռոբերտ Ոչ բոլորին եմ ասում, չէ, ես դա ասեցի համապետական ընտրություններին, առհասարակ Հայաստանի Հանրապետությունում կատարվող։ Գիտեք, այս պահին այնտեղ նաև կարող են լինել կուսակցություններ, որոնց այդ բանակցություններից հետո, հետընտրական բանակցություններից հետո հասկանանք, որ հնարավոր է նաև կոալիցիոն համագործակցություն։ Չեմ բացառում, ոչ, չէ, բացառում եմ, առնվազն Սաքուլիկներին, ես չեմ հիշում այդ դաշինքի անունը, որը առաջադրվել է դաշինքով եւ վախենում են, դաշնակներն այնքան են, դաշնակցությունը օրինակ այնքան է վախենում իր սեփական անունով առաջադրվելուց, որ վերել է, չգիտեմ ինչ կուսակցություն է կցել իր հետ, անունը դրել են դաշինք եւ նախկին հանրապետականից ճամբարափոխ եղած սաքուլիկներով, սևակներով, այս սևակ սաքուլիկ, ես այդ տղայի անունը այդպես էլ չհասկացա ինչ է իրականում, առաջադրվել են եւ փորձում են ձեւ չթաքցնել իրենց իրական կերպարը, Քոչարյանի ականջները, Քոչարյանի մարմինը փակել են այդ տղայի դեմքով այդ դաշինքի անունով եւ նաեւ այնտեղ ակնհայտ է Քոչարյանի անդոները, որոնք Մայր Հայաստան անունով են առաջադրված։ Տիկին Խաչատրյան, ամփոփելով նախընտրական այս փուլը, անցնենք եկեղեցի եւ իշխանություն հարաբերություններին, որը վերջին շրջանում կարծես թե լարվել է, սրբազաններ են կալանավորվել, օրերս ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները մտան եկեղեցի, ձերբակալեցին քահանաներին, կալանավորվեց Արագածոտնի թեմի առաջնորդը, դուք որպես քաղաքական գործիչ, սրան ինչպես եք նայում, սա նորմալ է։ Ասեմ, որ սրբազաններից մեկը նաև ունի դատական հայց ներկայացրած հենց իմ դեմ, Բագրատ Սրբազանը սառեցված, որ եթերներից մեկի ժամանակ ասել է ես հայհոյում եմ այն ժողովրդին, ովքեր կգնան եւ իրենց ձայնը կտան 26 թվին Դաշնակա Քոչարյանը տերական որևէ մեկին անվանելով նրանց շատ ուշադիր լսեք, անվանելով նրանց Ռոբերտ Քոչարյան, այսինքն Սրբազանը նաև ընդունել է Ռոբերտ Քոչարյան բառը որպես հայհոյանք եւ վիրավորանք։ Ինչևէ, գիտեք, ես ասել եմ, որ մենք խոսում ենք մարդկանց մասին, մենք չենք խոսում եկեղեցու մասին։ Այսօր եկեղեցի եւ իշխանություն պայքարը չէ։ Ակնհայտ է, որ այդ մարդիկ մտել են քաղաքական process-ների մեջ, իրենք այլևս Վազգեն Գալստանյան են, Կտրիչ Ներսիսյան, մնացած, ովքեր քաղաքական կերպարներ են, ովքեր ստանում են քաղաքական պատասխան։ Այստեղ հոգևորի հետ այս կռիվը ոչ մի աղերս չունի։ Ուղղակի մանիպուլացված ամեն ինչ գնում է կռիվ է եկեղեցու դեմ, կռիվ է եկեղեցու հետ, ոչ, սա անձերի, քաղաքականացված անձերի, տեսեք, Սրբազաններից մեկը, ով դատապարտվեց 2 մի քիչ տարի, ինքը հանրայինի եթերում բանավեճից հետո մեր քաղաքապետի տեխնացու Վաղարշապատի եւ Մուրազիկա մի հատ իր հետ բանավեճից հետո շնորհակալություն եւ հպարտություն էր հայտնել եղբայր էր անվանել Մուրազին, բայց այդ նույն քահանան եզդի եղբայրներին սենց շեշտելով, չասելով, բայց այդ նույն քահանան, այդ նույն Սրբազանը, երբ Քյարամ Սլոյանը մահացավ, մի օր չբարձրացրեց չհնչեցրեց եկեղեցու զանգերը հերոս տղայի համար, բայց այն, որ հանրայինի եթերում իրեն էր պաշտպանել, նրան տենց աղոթքներ բայց ինչ գիտեք, որ չի հնչեցվել զանգերը։ Դուք տեսել եք, դուք գիտեք Տեսել եք այդ մասին։ Չենք եղել, օրինակ Կարծում եմ պետք է լինեինք։ Կարծում եմ դա պետք է լիներ, ինքը պետք է դա աներ համապետական եւ առնվազն եզդի մեր եղբայրները պետք է իմանային ու մասնակցեին, մեզանից յուրաքանչյուրը պետք է իմանար։ Տիկին Խաչատրյան, տեսեք, Արագածոտնի թեմի քահանաների եւ Սրբազանի շուրջ այս գործողությունները, կալանավորումները սկսվեցին Ստեփան Ասատրյանի հանրայինի հեռուստաընկերությունում տված հարցազրույցից հետո նույն ինքը Տեր Արամը, որը վերջերս կարգալույծ եղավ։
Դուք օրինակ խնդրում եմ պրոյեկտեք նույնը ձեր կուսակցության վրա։ Եթե ձեր թիմակիցներից որևէ մեկը, օրինակ ձեր կամ ձեր կուսակցության ղեկավարի վրա գործ դար, այսպես ասած, ներողություն արտահայտությանս համար, դուք նրան ինչպես կընդունեիք։ Դուք հիմա խոսում եք եկեղեցու, եկեղեցականների, հոգևորականների մասին։ Այստեղ չի կարող թիմ լինել։ Հոգևորականներն Աստծո, զավակներն են, ովքեր քարոզում են Աստծո խոսքը։ Ինչի մասին է խոսքը գործ տալ։ Առհասարակ այդ գործ տալ խոսույթը Հայաստանի Հանրապետությունից պետք է դուրս գա։ Ժողովրդավար երկրում գործ տալ ասած հասկացողություն չկա։ Մենք խոսում ենք եկեղեցու մասին։ Այստեղ շատ հստակ է եկեղեցականի մասին ենք խոսում։ Ում ստիպողաբար ու փորձում ենք մտցնել քաղաքականություն, առնվազն այդ ձայնագրություններից ենթադրելով կարող եմ ասել, հա։ Իդեպ ձայնագրությունների աղբյուրը պարզապես իշխանական լրատվականներն են եւ չկա։ Թող քննությունը ցույց տա, ես ձայնագրությունից ենթադրություն անելով կարող եմ ասել, որ հոգեվորականին, երբ որ Սրբազանը ինքը թաթախված է քաղաքականության մեջ, ինքը միշտ թաթախված է եղել նախկին իշխանությունների հետ քաղաքականության մեջ, իրեն չգիտեմ ինչեր է կապում, հոկտեմբերի 27-ի օրով եկած կաթողիկոսը, ինքը թաթախված լինելով, ինքը փորձում է եկեղեցին թաթախել քաղաքականության մեջ, կեղտոտել եկեղեցին իր նման։ Եվ այստեղ, գիտեք, ես կհարգեի իմ համար մեծ արժեք կլիներ Հայաստանի Հանրապետության կաթողիկոսը, այն կաթողիկոսը, որը տեսնելով, որ կա եկեղեցի եւ առնվազն, հա, ասենց բաժանված է հասարակությունը Հայաստանի Հանրապետության երկու մասի՝ դեմ իրեն եւ կողմ իրեն։ Եվ տեսնելով, որ մեծամասնությունը լինելով առաջին քրիստոնյա պետությունը, պետության կաթողիկոս, ինքը սրբագույն կլիներ այն ժամանակ, երբ ինքը դուրս գար ու ասեր, ես չեմ թույլ տալիս, որ Հայաստանի հայը կտրվի եկեղեցուց իմ անձի պատճառով, ես հեռանում եմ, բայց ինքը նույնիսկ դա չարեց, ինքը պատրաստ է եկեղեցին օգտագործել կրոնը եկեղեցուց Հայաստանի հային կտրել, ինչ է պահի իր սրբազանի աթոռը։ Նորից եմ ասում, ես հավատում եի ամենասկզբում սրա, որ կաթողիկոսը կվեր կենա, կասի ձեռքը կխփի ու կասի ես գնում եմ, թող հայը չկտրվի եկեղեցուց իր հավատից։ Բայց հիմա ինքը ավելին է անում, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները սկսեն չհավատալ, կորցնեն իրենց հավատը, որ տեսնելով իրեն եւ իր քաղաքականացրած թիմին այ վառօրինակը, որ ինքը հանձնարարությամբ, հա, այդ ձայնագրությունը, նորից եմ ասում, ենթադրելով ձայնագրությունից կարող եմ ասել, որ ինքը մտցնում է փորձում է մտցնել քաղաքականություն ամբողջ եկեղեցական համայնքին։ Նայեք, կաթողիկոսին մեղադրում են նաեւ նախկին քահանան ասաց, որ ստիպել են մասնակցել ընդդիմության ցույցերին, սակայն նույնականացնենք Երևանի ավականու ընտրությունների ժամանակ քաղաքացիական պայմանագիր կուսակցության վերջին հանրահավաքի օրը, երբ Արտուր Չախոյանը բացահայտել էր, որ մանկապարտեզներից բերված ուսուցիչներ են, օրերս հետքը բացահայտեց, որ Նիկոլ Փաշինյանը անձամբ էր հրաման տվել Facebook-յան ստատուսով, ինչպես չի համարվում քաղաքացիական պայմանագրի դեպքում սկսենք նրանից, որ առնվազն ես իմ տեսակով ես անկեղծ եմ քաղաքականության մեջ, ես ասում եմ մարդկանց մասին այնինչ մտածում եմ, առնվազն այդ հետքի բացահայտման ժամանակ վերջին տողը Նիկոլ Փաշինյանի գրած էր բացառելով վարչական ռեսուրսը։ Եկեք չասենք, որ ինքը որից է գավառից։ Տեսեք, համայնքապետարանը Երևանի ցանկացած հավաքի կապ չունի դա ինչ հավաք է։ Կուսակցական մարդիկ, ովքեր նաև կարող են աշխատել պետական ապարատում, բայց իրենք կուսակցական են, համակիր են, իրենք գիտեն հավաքի մասին, կարող են դիմել տվյալ տարածքի, օրինակ հիմա մենք ունենանք հավաք եւ մեղրու մեր համակիրները մոտենան մեր մեղրու ներկայացուցչին, ասեն մենք ուզում ենք ձեր հավաքին գալ, առնվազն եթե ունենա հնարավորություն գալու լինի 1-2 մեքենայով, այդ մեկ ասի ես ազատ տեղ ունեմ, եկեք իմ հետ։ Ես չեմ կարող, չեմ արդարացնում ամենևին, բայց առնվազն գրառման մասում գրված է, որ բացառում եմ, բացառելով վարչական ռեսուրսը։
Եվ եկեղեցու դեպքում եկեղեցին ու մանկապարտեզը ժողովուրդ տարբեր բաներ են։ Դա վարչական ռեսուրս է, որ այո, ես համաձայն եմ, որ չպիտի լինի։ Բայց եկեղեցին դա կրոնից, դա հավատից կտրել ժողովրդին, չի կարելի եկեղեցին մտցնել քաղաքական պրոցեսների մեջ ներողմանի։ Ինչի է քաղաքական ուժի ներկայացուցիչը մտել եկեղեցի, փորփրում եկեղեցու ներսի եղածը, եթե մինչև այս ըստ իրենց բոլորը գիտեին եւ լռում էին, հանկարծ իրենք որոշեցին խոսել։ Գիտեք, ամեն ինչը նախաբանել ունի, սկսած հեղափոխությունից հետո եկեղեցականների, այդ տարիների, սա տարիների կուտակված պրոցես է եւ 7 տարի լռելուց հետո որոշեցին, որ այսօր պետք է խոսեն։ Առնվազն Սարածված Սրբազանը, առնվազն ինքը քաղաքական պրոցեսներ էր մտել եւ դրանով գնում էր արդեն ամբողջ եկեղեցու քաղաքական ամբողջը որն է կաթողիկոսի եւ մնացած այդ ինչ որ հավաքական այդ ամեն ինչը սկսել է ամեն ինչ հենց այդ Սարածված Սրբազանի քաղաքականություն մտնելուց։ Այսինքն ազդակները եղել են Սրբազան պայքարի ժամանակ որ Սրբազանը ամենահետաքրքրը իմ համար ակնհայտ է որ եկեղեցին մտնում է ինչ որ նորից աշխարհաքաղաքական եւ ներքաղաքական քոչարյանական ականջներով եկեղեցականները մտնում են քաղաքական եկեղեցականների մի մասը անձերով ընդհանրացնել ես ընդհանրապես չեմ ուզում այս պրոցեսը ընդհանրացնել եկեղեցու եւ հավաքել անձերի մի քանի անձեր փորձում են եկեղեցականներին մտցնել եւ դրա վառօրինակն էր մարդ ով հրաժարվեց քաղաքական պրոցեսի մեջ մտնել ում փորձում են կարգավորություն անել։ Տիկին Խաչատրյան, Նիկոլ Փաշինյանը բարբերաբար Facebook-յան ստատուսներ է գրում, որ գնալու ենք վեհարանը վեհապարից ազատելու։ Ու խոստացել է, որ երթով են գնալու վեհարան։ Դուք միանալու եք այդ երթին։ Գիտեք, ես առասարակ Նիկոլ Փաշինյանի եւ այլ քաղաքական ուժերի երթերին չեմ մասնակցում։ Ես ուզում իմ քաղաքական ուժը, եթե իմ քաղաքական ուժը որոշում է կայացնում մասնակցի որևիցե քաղաքական պրոցեսի, մենք մասնակցում ենք այս բանի, մենք չենք ունեցել քննարկում, մենք չունենք որոշում։ Ամենահավանականությամբ ոչ մենք չենք մասնակցելու այդ երթին։ Եվ Նիկոլ Փաշինյանը ասաց, որ Կիրակի օրը, այս Կիրակի հոկտեմբերի 26-ին մասնակցելու է Հովանավանքում Ստեփան Ասատրյանի կողմից նախկին կարգալույց եղած Տերարամի կողմից մատուցվող պատարագին։ Երեք միջադեպ տեղի ունեցավ Տերարամին չթողեցին, որ անցկացնի վսակադրության արարողությունը։ Դուք կգնաք Հովանավան կարգալույց եղած քահանայի հասկացել չեք կարծում։ Այդքան կեղտոտել է կաթողիկոսը եկեղեցին, որ թույլ են տալիս վսակադրություն կատարել։ Այնքան են կեղտոտել, որ արդեն սնման միջադեպեր են լինում հենց եկեղեցում։ Այդքան մեր կաթողիկոսը չունի սրբություն եւ եկեղեցում թույլ է տալիս եկեղեցին դառնա այս կռվախնձորը։ Ինքը եթե այսքան ունենալ հավատ առ Աստված եւ ուզենալ, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին եւ եկեղեցին, հայն ու եկեղեցին չկտրվեն իրենից, ինքը կհավաքեր իր փասափուսեն եւ կգնար իր կտրիճական ուղով։ Ինչ վերաբերվում է Կիրակի օրվա հավաքին, ոչ ես լինելու եմ վաղարշաբաթում անելու քարոզարշավը մեր, բայց իմ աջակցությունը Տեր Արամին եւ շնորհակալություն ու թող իր օրինակը լինի բոլոր քահանաներին այդ ձայնագրությունը լսելով, նաև այն ձայնագրությունը լսելով հանդերձ եմ ասում, ու թող դա օրինակ լինի այն ձայնագրությունը, որը հրապարակվեց օրինակ բոլոր թե եկեղեցականներին եւ Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին, որ չի կարելի հրամանով փողոց անել, հրամանով հանրահավաքների բերել կամ ընտրության տանել նույնն է, ինչպես կեղծված ընտրությունները, նաև կեղծ չուզենալով, ցանկություն չունենալով մարդկանց բերել հրապարակներ, նույնն է եւ իրենք թող չդառնան, դա հանցանք է, թող չդառնան այդ հանցանքի մաս։ Ու նաև ասեմ վաղաշաբաթի, քաղաքացիներին ու առնվազն ես այս թեզն ասել եմ ու ես թեզն ասելու եմ ամեն օր, քանի կա Հայաստանի Հանրապետությունում այդ կուսակցությունները, այդ քաղաքական ուժերը, որոնք քաղաքական օրակարգում կան, այն քաղաքացին, որը վաղարշաբաթում
Համապետականում այս պահին վաղարշաբաթում, այն վաղարշաբաթին, որը քվեախցիկում 10 վայրկյան կմնա մենակ ու ինքը պետք է կատարի իր սրտի ուզած տեխնացությունը, եւ եթե նա ընտրում է Մերձ Քոչարյանը դաշնակա Անդրանիկ Թևանյան Մայր Հայաստանական որևիցե մեկին, ինքը մաս է դառնում հոկտեմբերի 27-ի, որովհետեւ նույն դաշնակցականը հայտնեց եթերում, որ ինչի համար եմ դա ասում, հայտնեց, որ հոկտեմբերի 27-ը սուրբ ակտ է, որը եղել է Հայաստանի Հանրապետությունում։ Տիկին Խաչատրյան, ամեն դեպքում արձանագրենք, եթե ձեր կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը որոշի միանալ Նիկոլ Փաշինյանի կողմից առաջնորդվող երթին դեպի Վեհարան, դուք եւս կգնաք։ Արամ Սարգսյանը չի միանալու դեպի Վեհարան առաջնորդվող երթին։ Ինչու՞։ Արամ Սարգսյանը այլ մոտեցում ունի։ Արամ Սարգսյանը նաև չի միացել 18 թվի հեղափոխության քայլերթին, մենք ասել ենք, որ այս կռիվը եկեղեցի Արամ Սարգսյանը փորձել է թե կաթողիկոսի հետ է խոսել, թե իշխանության հետ եւ փորձել է ամեն ինչ անել եւ այս պահին պատրաստ է լինել երկուսի մեջտեղում նաև լուծելու այս Հայաստանի Հանրապետությունում հասունացած խնդիրը։ Իսկ որպես խաղաղության աղավնի այո, մենք պատրաստ ենք հանդես գալ եկեղեցու եւ իշխանության մեջտեղում խաղաղության աղավին, չեմ ասում մի քիչ ճիշտ կարող է չընկալվի, որ մենք ուզում ենք, որ լինի այդ հաշվետվումը, որը առնվազն իմ համար արդեն անհնար է։ Տիկին Խաչատրյան, օրերս մենք մի լուր էինք հրապարակել, եթե թույլ կտաք ընթերցեմ լուրի բովանդակության սկիզբը, 2022 թվականի օգոստոսից հյուսիս-հարավ ավտոմայրուղու շինարարությունը Երևանի Մալաթիա Սեբաստիան վարչական շրջանի Բաբաջանյան փողոցի հատվածում կասեցվել էր, պատճառը քաղաքացի Աշակ Աշակյանն էր, որը իր սեփական հողի համար պահանջում էր ավելի բարձր փոխհատուցում, շուրջ 700 միլիոն դրամ, քան պատրաստ էր համայնքը փոխհատուցել։ Մենք գրել ենք նաև, որ Աշակ Աշակյանը Տիգրան Մեծջոկատի հրամանատար է եւ Հանրապետություն կուսակցության անդամ է եղել։ Խնդրում եմ ասել Աշակ Աշակյանը ինչ կապ ունի Հանրապետություն կուսակցության հետ։ Այդտեղից որ դուք տենց չէիք գրել, դուք հրապարակել եք նկարներով եւ մեզ մեղադրել եք կոռուպցիայի մեջ։ Դուք մեզ անվանել եք կոռուպցիոներ եւ Աշակ Աշակյանին եւ նաեւ Կասկադի հետ կապված այդ ամեն ինչը բերել եք, միացրել եք, մեր կողմից առաջ ներկայացված փոխքաղաքապետին եք կապել Արամ Սարգսյանին մի բանի հետ, որի հետ մենք բացարձակ առնչություն չունենք։ Աշակ Աշակյանը Հանրապետություն կուսակցության անդամ չէ, Աշակ Աշակյանն ունի այլ կուսակցության հիմնադիր անդամ է, եթե ոչ նախագահ, չեմ իմանում, Հայազներ, եթե չեմ սխալվում, կոչվում այդ կուսակցությունը։ Աշակ Աշակյանը Հանրապետություն կուսակցության հետ եղել է կապված այնքանով, ինչքանով 10 եւ ավել տարի առաջ Վաղամերիկա Սմբատ Սարգսյանի ջոկատից էր եղել եւ 11 տարիներ առաջվա մասին ենք մենք խոսում։ Աշակյանը ես շատ լավ ճանաչում եմ Աշակին, բայց որպես ընկեր եւ առնվազն մենք ոչ մի առնչություն վերջին անգամ չեմ հիշում, քանի տարիներ առաջ եմ տեսել Աշակին, հուսով եմ առողջ է, ինքը մամայի, պապայի, Բակալինիայի ընկեր է եղել, զուտ այդքանով եւ բերել կապել ու մեզ մեղադրել կոռուպցիայի մեջ, առնվազն պետք է ճշտել ու կամ մտնել պետրեգիստրի կայքում նայել Աշակ Աշակյանը որ կուսակցության անդամ է։ Մենք բացառապես կապ չունենք այդ ճանապարհի սեփականատեր այդ հողի սեփականատեր Աշակ Աշակյանի հետ ու ինքներս անընդհատ մեղադրել ենք դրանում, որ համենայն դեպս համայնքը տալիս է այնքան գումար, ինչքան մի բան էլ ավել է այդ հողի համար, ուղղակի այստեղ կանգնել է process, որտեղ Աշակ Աշակյանը շատ արագ մտավ դատական process-ի մեջ եւ մեր քաղաքապետարանի աշխատանքը այս պահին կասեցվել է եւ մենք չենք կարողանում շարունակել աշխատանքը։ Ես վստահ եմ, որ շուտով ամեն ինչ կունենա, որտեղ արդեն հնարավոր չէ այսպես շարունակել հանգուցալուծումը կտեսնենք շուտով։ Ասացիք, որ Աշակյանը նաեւ ընտանիքի ընկեր է եղել ձեզ։ Գիտեք, այնքանով ինչքանով կուսակցության նորից եմ ասում, սահմաններում ժամանակին Սմբատ այո, մենք ծանոթներ ենք։ Չեք փորձել նրա հետ բանակցությունների ընդհանուր հայտարարի գալ, որպեսզի քաղաքապետարանի ձեր աշխատանքները այո, ես հանդիպել եմ եւ 3 տարի առաջ կամ մի քիչ ավել, դեռ այս քաղաքային իշխանությունը չէր եւ ես կոալիցիոն իշխանության մաս չէի։ Մի քանի անգամ հանդիպել եմ այս թեմայով խոսել եմ Աշակյանի հետ, ոչ մի կերպ Աշակյանին հնարավոր չէ համոզել, որ իր հողի արժեքը սա է եւ սրանից էլ մի բան ավել եւ
Այդքանը, հա, փորձել եմ, ամենայնիվս Սպասում եք փորձել։ դատական Այո, հանդիպել եմ գործին։ մի քանի, սպասում եմ քայլերին արդեն երեք պետական իշխանության կողմից կամ չգիտեմ ինչպես, որովհետև սա անհնար է շարունակել։ Շնորհակալություն Տիկին Խաչատրյան։ Կհանդիպենք։